Տիկին Գալյան։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրացուցակի Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի մասով նշեց, որ այնուամենայնիվ կուսակցությունը հանդես է եկել որպես քողարկված դաշինք, քանի որ ընտրական ցուցակում ընդգրկված են եղել թվով 11 անձինք, որոնք հանդիսանում են այլ կուսակցությունների անդամներ կամ ներկայացուցիչներ։ Սա իհարկե կարելի է հասկանալ, թերևս խոսքը այն կոնտեքստում էր, որ այս տրամաբանության մեջ կարելի էր քննարկման առարկա դարձնել, իհարկե ոչ մաքուր իրավական հարթությունում առհասարակ, ոչ թե 4, այլ 8%-անոց շեմը հաղթահարելու հարցը։ Թերևս այս մասով ճիշտ եմ ընկալել ձեզ, Տիկին Գալյան։ Այնուամենայնիվ մի ձևակերպում օգտագործեցիք, իրավակարգավորումների շրջանցում է տեղի ունեցել։ Եթե սխալվում եմ, կրկնում եմ, ուղղեք ինձ, եթե ոչ, խնդրում եմ շատ համառոտ նշել ինչի մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Բարձր դատարան, այսօր իրավակարգավորման բովանդակությունը հետևյալն է, որ կուսակցության ցուցակում կարող են ներգրավել նաև կուսակցության անդամ չհանդիսացող անձինք։ Եթե մենք նայում ենք օրենսդրության զարգացման պատմությունը, ապա տեսնում ենք, որ նախկինում օրենսդիրը գործածել է անկուսակցական տերմինը, եւ ես նաև մեջբերեցի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը այս հարցի մասով եւ միջազգային չափանիշները, որոնք խոսում են այն մասին, որ անձանց, որոնք չունեն որևէ կուսակցական պատկանելիություն, հնարավորություն տալու մասին է անկախներին, հնարավորություն տալու մասին է մասնակցելու քաղաքական գործընթացներին, այսինքն ըստ միջազգային չափանիշների, որոնցից բխեցնելով կարող ենք մենք մեկնաբանել այսօր մեր օրենսդրությունը, խոսքը գնում է ոչ թե այլ կուսակցության անդամ հանդիսացող անձանց մասին, այլ անկուսակցականների մասին։ Սրա մասին էր խոսքը։ Այսինքն համեցեք, պարոն Գրիգորյան։ Հա։ Բարձր դատարան նաև հաշվի առնելով, որ դիմող կողմը, ինչքան էլ իհարկե հարգելի ներկայացուցիչը ասում է, որ ըստ էության վերանայման հարց չի բարձրացնում օրինակ վարչական դատարանի որոշման, իմ կարծիքով բովանդակային առումով բարձրացվում է, օրինակ հենց նույն պարոն Հովակյան բովանդակային առումով բարձրացվում է եւ ըստ էության օրինակ այդ մասով մենք նկատում ենք սահմանադրական դատարանի սույն քննության շրջանակներում առավել լայնացում լիազորությունների կամ դրա միտում դիմումատուի կողմից դրա ցանկություն, քան հենց ինքը սահմանադրական դատարանը, ինչպես դուք ճիշտ նշեցիք, նախկինում արձանագրել է, թե ինչ հարաբերակցության մեջ է գտնվում սահմանադրականը վարչական դատարանի հետ։ Եվ եթե ի վերջո այս արգումենտացիան ընդունվի եւ այդքան լայն պետք է սահմանադրական դատարանը դիտարկի այդ թվում 4%-ի հաղթահարման շեմը, իսկ ով ասում, որ այդ լայն լիազորությունները չեն կարող հասնել ընդհանուր մինչեւ դաշինքների եւ կուսակցությունների տարբերակման եւ շեմերի տարբերակման սահմանադրաիրավական բովանդակության բացահայտում եւ արձանագրում, որ կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում, տվյալ դեպքում բովանդակային առումով պետք է կիրառ լիներ ոչ թե 4%-ի շեմը, այլ 8 կամ 10%-ի շեմը։ Դա էլ ավիճելի ասեմ ինչու, որովհետեւ փաստացի 3 կուսակցության տարբեր ներկայացուցիչներ են ներգրաված այդ ցուցակում, բայց ներգրաված է օրինակ նաև Մարտուն Գրիգորյանը, ով որ պատիվ ունեմ ինքը անկուսակցական է, բայց պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչը ազգային ժողովում, այսինքն բովանդակային առումով 4-րդ քաղաքական միավորն է, որի դեպքում արդեն 10%-ի շեմը կիրառել կլինի։ Շնորհակալություն, այսինքն անուղղակիորեն, այսպես ասած, բարձրացնում եք առնվազն ընտրական օրենսգրքի պարոն Օրբելյանի կողմից բարձրացված, պայմանական ասած պարոն Օրբելյանի կողմից վիճարկվող դրույթների հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվող նաև այլ կարգավորումների սահմանադրական շատ ուղիղ պատասխանեմ, շնորհակալություն հարցի համար։ Կարծում եմ, որ սահմանադրական դատարանի լիազորությունները կոնկրետ այս վեճի քննարկման շրջանակներում այդքան լայն չեն, որ հասնենք այդ շեմին, բայց եթե հասնում ենք, խնդրեմ ուրեմն այդ դեպքում նաև այս հարցը քննարկել։ Պարոն Գրիգորյան, երրորդ